Հայաստանում ամուսնության ինստիտուտը որպես այդպեսին վերացնել եւ ներմուծել ժամանակավոր ամուսնության ինստիտուտը։ Մանավանդ մի երկրում, որտեղ դեռ ահագին նստած է երիտասարդ կանանց մոտ, որ իրենք պետք է մինչև ամուսնանալը կույս մնան, ժամանակավոր ամուսնությունը, 1 տարով սահմանափակված ամուսնության ժամկետը պարտադիր է, եթե մենք ուզում ենք, որ հանրապետության բնակչության, չգիտեմ, մի զգալի տոկոսի կյանքը ուղղակի չկործանվի։ Եթե դուք գնաք, ասենք ընդունվեք աշխատանքի եւ ասեք ինձ տուր 30 տարվա պայմանագիր, ձեր վրա կծիծաղեն։ Բայց չգիտես ինչու։ Երբ որ դուք գնում եք ամուսնանալու, ձեզ միանգամից տալիս են ցմահ պայմանագիր։ Չէ՞ որ ԶԱԳՍ-ի այդ process-ը դա պայմանագիր է, ամուսնական պայմանագիր։ ԶԱԳՍ-ը ինքնին ամուսնության ինստիտուտը պայմանագիր է, պայմանագիր։ Եվ այդ պայմանագիրը չգիտես ինչու, ցմահ պայմանագիր է։ Մարդիկ իրար չեն ճանաչում։ Մարդիկ իրար թուլությունները չգիտեն։ Մարդիկ չգիտեն ով ինչ արագությամբ է զարգանում։ Մարդիկ նույնիսկ չգիտեն հաճախ իրենք իրար սիրում են թե չէ, եւ գնում են պայմանագիր են կնքում ցմահ։ Սրանից ավելի абսուրդ բան ես չեմ կարողանում պատկերացնել։ Փոխարենը ես առաջարկում եմ ամուսնությունը սահմանափակել 1 տարով եւ 1 տարի հետո, եթե կողմերը հատուկ չդիմեն իրենց ամուսնական պայմանագիրը երկարաձգելու համար, իրենք ավտոմատ համարվում են բաժանված։ Իսկ ինչ կհարցնեք, իսկ երեխաների դեպքում ինչ անենք։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը բնականաբար ապահովում է։ Բնականաբար ամուսինները ավտոմատաբար բաժանվելուց հետո պահպանում են իրենց իրավունքներն ու պարտականությունները երեխայի նկատմամբ։ Բայց իմ ասած այս առաջարկը հնարավորություն կտա նվազեցնել, նույնիսկ զրոյացնել ընտանեկան բռնությունը։ Դուք չեք պատկերացնում ինչքան կնվազի ընտանեկան բռնությունը, երբ որ ամուսիններից յուրաքանչյուրը, հատկապես բռնությունը բնականաբար տղամարդու կողմից է գալիս։ Երբ որ տղամարդը իմանա, որ որպեսի իր ամուսնական կյանքը երկարաձգվի, եւս 1 տարով կամ առաջին տարուց հետո թող լինի երկրորդը 3 տարով, 4 տարի իրար հետ համերաշխեն, սեր կա, հաջորդը թող լինի 5 տարով։ Բայց միշտ երբ որ կա ժամանակի սահմանափակում, դա մեծ զսպաշապիկի նման բան է, որը կողմերը ունեն եւ իրենք հասկանում են, որ իրենց չեն կարող ամեն ինչ թույլ տալ։ Որտեվ գիտեք ինչքան մարդ կա ամուսնանալուց հետո ասում է վերջ, ամուսնացանք, վերջ, կնոջը սկսում են ուշադրություն չդարձնել, գնում են ուրիշի հետ են սկսում հանդիպել։ Դա տարածված բան է Հայաստանում։ Որովհետեւ ամուսնության ինստիտուտը այնպեսին ինչպեսին հիմա որ կա, իրեն սպառել է։ Դուք կարող եք օրինակ 19-րդ դարում, 20-րդ դարի, ասենք մինչև կեսերը, մարդիկ ամուսնանում էին, ժամանակակից տեխնոլոգիաներ չկային, մոտավորապես իրենք հավասարաչափ ձևով էին զարգանում եւ այդ մոդելը իրեն ինչ որ չափով արդարացնում էր։ Հիմա, երբ որ կան ժամանակակից տեխնոլոգիաներ, մարդիկ կարող են այնքան իրարից անջատվել, տարանջատվել իրենց գաղափարներով։ Մարդիկ կարող են նույնիսկ իրար սիրելով ամուսնանալ եւ ապրել իրար հետ 5 տարի եւ 5 տարի հետո պարզել, որ իրենցից մեկը կամ կինը կամ ամուսինը ինքնակրթության միջոցով բացարձակապես այլ պատկերացում ունի, այլ երազանքներ ունի, այլ նպատակներ ունի, այլ տեղ է գնում, իսկ մյուսը լճացել է եւ մնացել է իր 5 տարի առաջվա կյանքին։ Եվ պարզվում է, որ ընդհանրապես ընդհանուր բան չկա, այդ մարդիկ իրար հետ շփվում են եւ ընդհանրություն չունեն իրար հետ։ Դա չի նշանակում, որ ինչ որ մեկը վատն է, ինչ որ մեկը լավ է։ Հասկացեք, 100 տարի առաջ դու պատկերավոր ասած երկուսն էլ ասենք ձյու վրա նստած գնում էին կամ երկուսն էլ ոտով քայլում էին, որտեվ փոխադրամիջոցներ չկային։ Հիմա կան ձիեր, մեքենաներ, ինքնաթիռներ, հրթիռներ։ Հիմա պարզվում է, որ մեկը հրթիռի վրա նստած թռել է, չգիտեմ, քանի 100,000 կիլոմետր առաջ է գնացել, իսկ մյուսը դեռ ոտով է քայլում։ Իրենք իրար հետ կապ չունեն այլևս։ Հասկացաք։ Եվ այդ պարագայում ոչ թե կարիք կլինի, որ մարդիկ իրար հետ կռվելով, չգիտեմ ինչ գնան դատարաններով բաժանվեն, դեռ մի բան էլ խնդիրների մեջ հայտնվեն, այլ ուղղակի ժամկետը լրանա եւ կողմերից մեկը ասի կներես, բայց ես պատրաստ չեմ երկարաձգել մեր ամուսնությունը։